Զամակս իմ սիրելին, ես դիմում եմ քեզ հիմա, որովհետև ժամանակը գնում է։ Երկնային մի ձայն ճեքեց այս գիշերվա լռությունը։ Սա մայրդն է։ Նրա հոգին կանգնած է կողքիդ, քանի դեռ դու կարդում ես այս տողերը։ Արխանգել Միքայելն ասում է. «Մի անտեսիր այս կանչը։ Հենց որ այս պահն անցնի, այն կարող է այլևս երբեք չվերադառնալ։ Քո անունը հնչում է լուսավոր դահլիճներում, եւ երկինքը դողում է։ Կա մի վերջին բան, որ նա ուզում է քեզ ասել։ Այնինչ նա թաքցրել է քեզնից կենթանության օրոք։ Նա չէր կարող կիսվել դրանով մինչև իր մահը։ Սա քո վերջին հնարավորությունն է։ Հիմա բացիր սիրտդ։ Մի լքիր ինձ մինչև վերջ։ Հրաշքն արդեն շատ մոտ է։ Բաց մի թող այս կարևոր ուղերձը։ Եթե այս խոսքերը հնչում են քո հոգում, բաժանորդագրվիր հենց հիմա, որպեսզի երբեք բաց չթողնես աստվածային այլ պատգամներ։ Այնինչ հիմա կլսես, կարող է փոխել ամեն ինչ։ Մեկնաբանություններում գրիր ամեն, եթե հավատում ես այս խոսքերին եւ պատրաստ ես ընդունել Աստծո օգնությունը։ Սա քո ձևն է երկնքին ասելու, որ սիրտդ բաց է եւ դու լսում ես։ Հրեստակները հետևում են քեզ։ Երկինքն արձանագրում է քո ընտրությունը։ Ինչ կանես դու։ Կլսես, թե կփակես սա եւ կանտեսես ձայնը, որն աղաչում է քեզ չանել դա։ Այսօր երկինքը ծանրացել է մի ուղերձից, որը չի կարող սпасել։ Զավակս, իմ սիրելին, այս աշխարհի եւ անդրշիրիմյան կյանքի միջև վարագույրը բարձրացված է։ Մորթ ձայնը եկել է այնտեղից, որտեղ ժամանակ գոյություն չունի։ Դու կարծում էիր, թե նա գնացել է, բայց նա դեռ այստեղ է։ Դու զգում ես նրա մտերմությունն ավելի ուժգին, քան շնչառությունը կրծքիդ մեջ կամ սրտիդ բաբախյունը։ Նա աղաչել է Աստծուն տալ իրեն վերջին հնարավորությունը քեզ հետ խոսելու համար։ Արխանգել Միքայելը բերեց նրա խոսքերը երկնային կրակների միջով այնտեղ, որտեղ դու հիմա կարող ես դրանք տեսնել։ Սա պատահականություն չէ, ես չեմ հորինում։ Դու եկել ես այստեղ, որովհետև Աստված գիտի։ Եթե հիմա չբացես այս ուղերձը, դու բաց կթողնես այն պահը, որը գրված էր քո ճակատագրի համար դեր քո ծնունդից առաջ։ Երբ հոգին կապված է մարմնին, ճշմարտությունները մնում են թաքնված։ Ողջերի եւ մահացողների միջև գաղտնիքներ են պահվում, զգացմունքները չեն արտահայտվում, խոսքերը մնում են չասված։ Այս ճշմարտությունները մորթ հետ էին, երբ նա մահացավ ու գնաց Աստծո մոտ։ Հիմա նա փայլում է լույսով, որովհետև նրա սերը քո հանդեպ ավելի զորեղ է, քան մահվան լռությունը։ Նա չէր կարող հանգստանալ, քանի դեռ դու չես իմացել այս վերջին ճշմարտությունը։ Նա չէր կարող ավելի խորը մտնել երկնային այգիներ, քանի դեռ չէր արտասանել այն խոսքերը, որոնք երբեք չէր ասել քեզ երկրի վրա, բայց որոնք հիմա ասում է քո սրտին։ Ահա թե ինչու նա աղաչեց Արխանգել Միքայելին սա փոխանցել քեզ հենց այսօր, նախքան ավազի ժամացույցը կդատարկվի եւ նրա ձայնը նորից կգնա լռության անդունդը։ Ուշադիր լսիր, որովհետև նա չի խոսում մանուկների մասին։ Նա խոսում է այն ուղու մասին, որով դու քայլում ես, քո շուրջը եղած վտանգների մասին, այն ձեռքերի մասին, որոնք ասում են, թե սիրում են քեզ, բայց իրականում դանակ են թաքցնում։ Նա խոսում է հրաշքի մասին, որի վրա գրված է քո անունը։ Այն այնքան մոտ է, որ դու գրեթե կարող ես դիպչել դրան, բայց այն այնքան նուրբ է, որ մեկ սխալ քայլը կարող է կործանել ամեն ինչ։ Երբ նա կենդանի էր, նա աղոթում էր քեզ համար։ Ամեն գիշեր, երբ չէր կարողանում քնել, նա լաց էր լինում սիրուց։ Նա քեզ պարուրում էր շշուկներով, որոնք ուրիշ ոչ ոք չէր լսում։ Նա ասում է, որ այդ աղոթքները չեն մեռել իր հետ միասին։ Դրանք բարձրացել են որպես խունկ երկնային գահի սրահը։ Դրանք դեռ վառվում են Աստծո զոհասեղանի առջև, հայցելով նրա պաշտպանությունն ու օրհնությունը։ Սրան թեթևամտորեն մի վերաբերվիր, որովհետև հաջորդ րոպեները գրում են քո բեկման բանալին։ Եթե դու շատ շուտ փակես այս ուղերձը, կարող ես բաց թողնել հենց այն հրահանգը, որը կբացի քո հրաշքը։ Մնա մինչև վերջ։ Մնա, որովհետև մայրդ դեռ բացահայտելու բան ունի։ Մնա, որովհետև Արխանգել Միքայելը դեռ չի ավարտել իր նախազգուշացումը։ Մնա, որովհետև Աստծո ձեռքը մեկնված է քեզ, եւ եթե դու պատասխանես դրան հավատով, ամեն ինչ քո կյանքում կարող է փոխվել մեկ ակնթարթում։ Եվ ես նորից հիշեցնում եմ քեզ, եթե այս ուղերձը դիպչում է քո հոգուն, չմոռանաս բաժանորդագրվել հիմա։ Երկնքի խոսքերը բացվում են մաս առ մաս։ Հաջորդ հայտնությունը շուտով կգա։ Եթե դու անջատվես, կարող ես բաց թողնել հենց այն նշանը, որի համար աղոթել ես։ Այստեղ բաժանորդագրվելը պարզապես ալիք չէ։ Սա քո սիրտը աստվածային ճշմարտության հոսքին կապված պահելու միջոց է։ Արի դա հիմա եւ թույլ տուր երկնքին տեսնել քո պատրաստակամությունը։ Մայրն ասում է, որ կորստի եւ կասկածների ժամանակն անցել է։ Նա տեսել է, թե ինչպես ես դու կասկածել ինքդ քեզ, հարցրել արդյոք քեզ իրոք սիրում են, արդյոք քեզ ընտրել են, արդյոք Աստված լսում է քո աղոթքները։ Նա ուզում է, որ դու հստակ իմանաս։ Նա երբեք չի մոռացել քեզ։ Ամեն աղոթք, որ դու շշնջացել ես մթության մեջ, լսվել է։ Քո ամեն ճիչը, երբ ոչ ոք չէր լսում, լսվել է աստղերի արարչի կողմից։ Նա այդ աղոթքները տանում էր որպես սուրբ զոհաբերություն։ Դրանք դեռ կենդանի են Աստծո գահի առաջ։
Նա ուզում է, որ դու դադարես կասկածել քո արժեքի վրա։ Աստված արդեն ասել է քեզ, որ դու թանկ ես։ Դու ավելի թանկ ես, քան ոսկին, թագավորները եւ ամբողջ աշխարհը։ Թշնամին բարկացած է քեզ վրա։ Նա գիտի, որ եթե դու լիովին արթնանաս եւ հասկանաս, թե ով ես դու, ոչինչ չի կարող կանգնեցնել քո կյանքի համար գրված ծրագիրը։ Մորթ ձայնը դողում է լույսի մեջ, երբ նա արտասանում է քո անունը։ Նա ասում է, որ հետևել է քեզ լռության ժամերին, երբ դու կարծում էիր, թե ոչ ոք չի տեսնում քո արցունքները, երբ կարծում էիր, թե քո ցավը թաքնված է խիզախ դեմքի հետևում։ Նա ասում է, որ նույնիսկ երկնքում չէր կարողանում հայացքը թեքել քեզնից։ Մայրական սերը հավերժական է, այն չի կոտրվում, նույնիսկ երբ մարմինը հողին են հանձնում։ Նա ասում է. դու պետք է իմանաս սա։ Ամեն պայքար, որին դու բախվել ես, հյուսված էր մեծ նպատակի մեջ։ Ոչինչ իզուր չէր։ Գիշերները, երբ դու կասկածում էիր Աստծուն, օրերը, երբ դու կրում էիր քո ուսերի համար չափազանց ծանր բեռը, դավաճանությունները, որոնք տանագից խորն էին կտրում։ Այդ ամենը տեսնվել է, այդ ամենը հաշվի է առնվել, այդ ամենը հիմա քավվում է։ Նա ասում է. պահը մոտ է։ Ցավը, որ դու ապրել ես, կփոխհատուցվի մի հրաշքով, այնքան պայծառ, որ նույնիսկ քո թշնամիները կլռեն ապշահար։ Եթե պատրաստ ես ընդունել այս շողացող հրաշքը եւ տեսնել, թե ինչպես է քո ցավը փառք ստանում, հենց հիմա մեկնաբանություններում գրիր հզոր մի ամեն։ Թող քո հայտարարությունը բարձրանա երկինք, երբ դու ընդունում ես այն բեկումը, որը գրված էր քեզ համար։ Արխանգել Միքայելը, որ կանգնած է լույսի բոցավառ սրով, հաստատում է այս ուղերձը։ Նա ասում է, որ Բարձրյալի կողմից նշանակվել է քեզ, քո ուղին հսկելու եւ առաջ տանող ճանապարհը մաքրելու համար։ Նա ասում է, որ կան հոգեվոր ուժեր, որոնք արգելափակում էին քո առաջընթացը, ստեր էին շշնջում քո մտքում, համոզելով, որ քո աղոթքները չեն լսվում, բայց նա հռչակում է. այդ ստերն այսօր կոտրված են։ Նա ասում է, որ ամրոցները, որոնք քեզ գերության մեջ էին պահում, հիմա քանդվում են, ոչ թե քո ուժերով, այլ աստվածային միջամտությամբ, որը սկսվեց մորթ աղոթքի պահին։ Արխանգել Միքայելն ասում է, որ քո շրջապատի որոշ մարդիկ վախենում են քո վերելքից։ Նրանք փորձում էին քեզ հետ պահել։ Ոմանք ժպտում էին քեզ, բայց նախանձում էին։ Ոմանք շշնջում էին, իսկ հետո Աստվածը շրջում քո դեմ, երբ դու կողքին չէիր։ Ոմանք նույնիսկ ձևացնում էին, թե պաշտպանում են քեզ, կասկածներ սերմանելով քո մտքում։ Նրանց ծրագրերը կձախողվեն, ասում է Արխանգել Միքայելը։ Երկինքը քո շուրջը պաշտպանիչ գիծ է քաշել։ Նա ասում է, որ շուտով դիմակները կընկնեն։ Պարզ կդառնա, թե ով է քո կողքին եւ ով քո դեմ։ Բայց մի վախեցիր այդ ճշմարտությունից, այն քեզ չի վնասի, այն քեզ կազատագրի։ Աստված ասում է. ես նախընտրում եմ, որ դու մենակ քայլես լույսի մեջ, քան ստվերային մարդկանց հետ, ովքեր ձևացնում են, թե ընկեր են։ Պատրաստիր սիրտդ, հստակությունն ու ազատությունն արդեն ճանապարհին են։ Մայրդ նորից է խոսում։ Նրա ձայնը մեղմ է, բայց հաստատակամ։ Նա գիտի կասկածները, որոնք մոտենում են քեզ ուշ գիշերով։ Հարցերը. արդյոք դու բավականաչափ լավն ես, արժանի ես երջանկության, Աստված մոռացել է քեզ։ Նա ասում է, որ այդ մտքերը երկնքից չեն, դրանք նետեր են, արձակված թշնամու ճամբարից, որպեսզի քեզ պահեն փոքր, վախեցած եւ թույլ չտան մտնել այն ամենի լիության մեջ, ինչ պատրաստված է քեզ համար։ Նա ասում է, խնդրում եմ, մի հավատա այդ սուտ մտքերին, դու անսահման սիրված ես, դու ընտրված ես, դու արժանի ես, եւ օրհնությունը, որ գալիս է քեզ, ոչ թե նրա համար է, որ դու դա վաստակել ես, այլ որովհետև շնորհը հոսում է դեպի քեզ, ինչպես մի գետ, որը հնարավոր չէ կանգնեցնել։ Քո մտքում մայրդ ավելի է մոտենում։ Նրա խոսքերը լի են սիրով։ Նա ավելացնում է դու կրում ես մի ուժ, որը նույնիսկ չես գիտակցում։ Այն ժամանակ, երբ դու փոքր էիր, նա բռնում էր քո ձեռքը եւ լուռ աղոթում։ Աղոթում էր, որ դու մեծանաս բավականաչափ ուժեղ փոթորիկներին դիմանալու համար։ Ըստ նրա խոսքերի քո աղոթքներն են պատճառը, որ դու դեռ ողջ ես այն ամենից հետո, ինչը պետք է սպաներ քեզ։ Այլևս մի նսեմացրու քեզ։ Մի դատիր քո ապագան անցյալի սխալներով։ Դու արդեն այն մարդը չես, որ էիր առաջ։ Դու դառնում ես ինչ-որ մեկը, ավելի մեծ եւ լավը, քան նա երբևէ կարող էր պատկերացնել։ Նա ասում է, որ հպարտանում է քեզնով այնպես, որ խոսքերով հնարավոր չէ արտահայտել։ Եվ այդ հպարտությունը կիսում են շատերը։ Աստված հպարտանում է իր զավակով, սիրելի հոգով, որը չհանձնվեց, նույնիսկ երբ աշխարհը ծանր էր իր համար։ Նա ասում է, որ հիմա քո կյանքում կան մարդիկ, ովքեր չեն տեսնում քո արժեքը։ Նրանք անտեսում են քեզ, թերագնահատում կամ որ ավելի վատ է, ձևացնում են, թե աջակցում են, գաղտնի հուսալով քո ձախողումը։ Բայց նա զգուշացնում է. մի վատնիր ուժերդ փորձելով նրանց ինչ-որ բան ապացուցել։ Նրանց կարծիքը չի որոշում քո ճակատագիրը։ Այնինչ Աստված է ասել քո մասին, ավելի բարձր է հնչում, քան նրանց դատողությունները։ Այնինչ նա քեզ համար ծրագրել է, նրանց հավանության կարիքը չունի։
Նա կոչ է անում քեզ կենտրոնանալ ապագայի, այլ ոչ թե անցյալի վրա։ Մարդիկ, ովքեր հեռացել են, տեղ են ազատել ճիշտ մարդկանց համար։ Փակված դռները քեզ պաշտպանել են այն ուղիներից, որոնք կարող էին վնասել։ Հապաղումները Աստծո ձևն են ամեն ինչ կատարյալ դասավորելու համար, որpիսի երբ կա բեկումը, այն լինի անվիճելի։ Արխանգել Միքայելը նորից է խոսում։ Նրա ձայնը նման է որոտի, որը տարածվում է երկնքով մեկ։ Նա ասում է գալիս է մի տեղաշարժ, որը կցնցի քո ամբողջ աշխարհը, ոչ թե կործանմամբ, այլ վերելքով։ Նա ասում է, որ քեզ սպասվում է առաջ խաղացում, որին չէիր սպասում։ Հնարավորությունները, որոնք անհնար էին թվում, հանկարծ կբացվեն։ Մարդիկ, ովքեր անտեսում էին քեզ, կփնտրեն քեզ։ Ռեսուրսները, որոնք անհասանելի էին, կհոսեն ազատորեն։ Նա ասում է, որ սա հաջողություն չէ, այլ աստվածային կառավարում, եւ զգուշացնում է. մնա խոնար, երբ դա տեղի ունենա։ Հպարտությունը կփակի այն դռները, որոնք խոնարհությունը բացել էր։ Նա ասում է, որ առաջ խաղացումը ոչ միայն քեզ համար է, այլև քո միջոցով։ Դու օրհնվում ես, որպեսզի լինես օրհնություն։ Դու բարձրանում ես, որպեսզի ձեռք մեկնես եւ բարձրացնես ուրիշներին։ Մորթ ձայնը վերադառնում է, լցված եւ տխրությամբ եւ հույսով։ Նա ասում է, որ կցանկանար քեզ սա ասել կենթանության օրոք, բայց ժամանակը հարմար չէր։ Խոսքերը փակված էին ներսում, սպասելով այն պահին, երբ դու պատրաստ կլինես լսել, ընդունել եւ գործել։ Նա ասում է, որ տեսել է ապագան, որը սպասում է քեզ։ Այն ավելի գեղեցիկ է, քան դու կարող ես պատկերացնել։ Այնտեղ կլինի ծիծաղ, արցունքների փոխարեն, արատություն, կարիքի փոխարեն, խաղաղություն, քաոսի փոխարեն։ Բայց նա նաև զգուշացնում է, որ թշնամին գիտի, թե ինչ է սպասվում։ Նա կփորձի շեղել, հուսահատեցնել կամ մոլորեցնել քեզ, նախքան դուք հասնես դրան։ Նա ասում է. մի տուր նրան այդպիսի իշխանություն, հայացքն ուղղիր երկնքին, սիրտդ պահիր հավատի մեջ, շարունակիր առաջ գնալ, նույնիսկ եթե թվում է, թե կրակի միջով ես անցնում։ Հիմա խոսում է Աստծո հոգին, նրա ձայնը մեղմ է, բայց իշխանական։ Նա ասում է. ես պատրաստվում եմ քո կյանքում մի նոր բան անել։ Հին կաղապարները քանդվում են, հին սահմանափակումները հալվում։ Դու դեն ես նետում քո հին տարբերակը, ինչպես հագուստը, որն այլևս չի սազում։ Դու մտնում ես աննախադեպ շնորհի շրջան։ Սերունդներ շարունակ փակված դռները կբացվեն քո առջև։ Շրջափուլերը, որոնք տանջել են քո տոհմը, կավարտվեն քեզնով։ Դու բեկման սերունդն ես։ Դու պատասխանն ես նրանց աղոթքների, ովքեր եղել են քեզնից առաջ։ Նա խոստանում է, որ այնինչ հիմա կատարվում է քո մեջ, կտարածվի քո ամբողջ տոհմի վրա, բերելով բժշկություն, վերականգնում եւ օրհնություն նրանց, ովքեր կգան քեզնից հետո։ Բայց նա ասում է, որ դու պետք է պատրաստ լինես բաց թողնել անցյալը, ներել նրանց, ովքեր ցավ են պատճառել, ազատվել դառնությունից, հրաժարվել վրեժխնդրությունից, որովհետև չներելը մի շղթա է, որը քեզ պահում է անցյալում, իսկ նա քեզ կանչում է դեպի վաղվա օրը։ Մորթ ձայնը ավելի հրատապ է դառնում։ Նա ասում է. այս ուղերձի ժամանակը սպառվում է, պատուհանը փակվում է, պահը գնում է։ Նա աղաչում է քեզ բաց չթողնել այս հնարավորությունը։ Նա ասում է, որ պայքարել է քեզ հետ խոսելու այս հնարավորության համար։ Ուրիշը չի լինելու։ Ուստի լսիր ամբողջ սրտով։ Նա ասում է, որ վտանգը, որի մասին զգուշացնում էր, իրական է։ Կան մարդիկ կողքիդ, ովքեր այն չեն, ինչ թվում են։ Նրանք կրում են ընկերության դիմակներ, բայց սրտում նախանձ ունեն։ Նրանք ժպտում են քո երեսին, իսկ թիկունքիդ թույն են խոսում։ Նա ասում է, որ Աստված շուտով կբացահայտի նրանց, ոչ թե քեզ վնասելու համար, այլ պաշտպանելու։ Երբ ճշմարտությունը ջրի երես դուրս գա, դա ցավոտ կլինի, բայց դա քեզ կազատագրի։ Նա ասում է. մի վախեցիր այդ հայտնությունից, ընդունիր այն, թող սուտը տապալվի, որպեսզի ճշմարտությունը մնա։ Եվ երբ տեսնես, թե ով է իրոք քո հետ, գնահատիր նրանց, փայփայիր նրանց։ Դրանք հազվագյուտ նվերներ են կեղծիքների աշխարհում։ Արխանգել Միքայելը նորից բարձրացնում է սուրը։ Դրանից արձակվող լույսը լուսավորում է առաջ տանող ուղին։ Նա ասում է. դու եղել ես պատրաստության շրջանում։ Այն տևեց ավելի երկար եւ ավելի ծանր էր, քան դու սպասում էիր։ Բայց նա հռչակում է. այդ շրջանն ավարտվում է, փորձությունները վերջացած են, ուսումն ավարտված է։ Դու պատրաստ ես, եւ այնինչ լինելու է հետո կպահանջի այն ամենը, ինչ դու սովորել ես անապատում։ Նա ասում է. մի հուսահատվիր անցած ժամանակի համար, ոչինչ իզուր չէր։ Ամեն արցունք ջրում էր քո ճակատագրի սերմը, ամեն փորձություն կոփում էր քո ոգին, ամեն ձախողում քեզ պատրաստում էր վերադարձի, որը հեսա կսկսվի։ Մորթ վերջին խոսքերը լի են սիրով ու լույսով։ Նա ասում է, որ հպարտանում է քեզնով։ Հպարտանում է, որ դու շարունակում էիր առաջ գնալ, երբ ուզում էիր հանձնվել։ Հպարտանում է, որ ընտրել ես սերը, երբ ավելի հեշտ էր ատելը։ Հպարտանում է, որ կարճած մնացիր հավատին, երբ կասկածները բարձր գոռում էին։ Նա ասում է, որ կշարունակի աղոթել քեզ համար հավերժության մյուս կողմից։
այդ աղոթքները կուղեկցեն քեզ քո կյանքի բոլոր օրերին։ Նա ասում է. երբ դու զգաս հանկարծակի խաղաղություն քաոսի մեջ, դա ես եմ։ Երբ ջերմություն զգաս սրտումդ առանց պատճառի, դա ես եմ։ Երբ գտնես ուժ, որի մասին չգիտեիր, դա իմ աղոթքներն են, որոնք պատասխան են ստանում։ Եվ նա ավարտում է այսպես. ես սիրում եմ քեզ զավակս, ես միշտ սիրել եմ քեզ, ես միշտ կսիրեմ քեզ, եւ մի օր մենք նորից կտեսնվենք։ Բայց մինչ այդ ապրիր լիարժեք, սիրիր խորությամբ, վստահիր անմնացորդ, հրաշքն արդեն գալիս է, բեկումը մոտ է, եւ ոչինչ չի կանգնեցնի այն, ինչ Աստված սկսել է քեզ համար։ Ուղարկիր այս տեսանյութը հենց հիմա։ Երբ դու կիսվում ես այս ուղերձով ուրիշների հետ, դու հրավիրում ես աստվածային միջամտություն եւ բեկում քո միջավայր։ Այդ ուժը կվերադառնա քեզ։ Վերջապես, ի նշան քո հավատի, սեղմիր հավանել կոճակը։ Թող կապույտ մատը դառնա նշան այն բանի, որ դու ուզում ես Աստծո օրհնությունները եւ այս ուղերձի յուրաքանչյուր խոստման կատարումը։ Եվ վերջապես Աստծո հոգին խոսում է այնպես, որ հնարավոր չէ հերքել։ Սավակս դու մտնում ես աստվածային փոփոխությունների ժամանակաշրջան։ Այն ինչը պետք է ցավ պատճառեր կդառնա ի բարօրություն քեզ։ Այն ինչ քեզնից խլել են կվերադառնա յոթնապատիկ։ Դռները, որոնք փակ էին քո առջև նորից կբացվեն, բայց ոչ թե մարդկանց կողմից, այլ իմ։ Արդյունքները, որ դու թափել ես փակ դռների հետևում, կդառնան պատմություն, որը դու կպատմես բոլորին։ Նրանք, ովքեր ծիծաղում էին քո ցավի վրա, կտեսնեն, թե ինչպես ես դու դառնում ավելի ուժեղ։ Նրանք կհասկանան, որ դա ձախողում չէր, պատահականություն չէր, այլ իմ ձեռքներ քո վրա։ Մի վախեցիր հապաղումներից, ուշացումը դժբախտություն չէ։ Մի վախեցիր լռությունից, որովհետև հենց այնտեղ են ծնվում հրաշքները։ Կուլիսների հետևում ես շարունակում եմ աշխատել, կարգավորել եւ հավասարեցնել ամեն ինչ։ Դու այնքան հեռու չես, որքան կարծում ես։ Դու համարյա հասել ես, բայց դեռ չես տեսնում դա։ Եթե համաձայն ես, որ հիմա ժամանակն է, որ Աստված փոխի քո կյանքը, ասա դա բարձրաձայն մեկնաբանություններում։ Իմ պատմությունը փոխվում է, թող սա լինի քո հավատի նշանը։ Գրիր